Շարունակում ենք ուսումնասիրել Դավթի 34-րդ Սաղմոսը։ Անցած անգամ տեսանք, թե ինչպես էր Դավիթը նեղության մեջ ապավինել Աստծուն։ Նա չփորձեց փախչել իր վախերից, չփնտրեց մարդկային օգնություն, այլ իր ամբողջ էությամբ կպավ Աստծուն։ Նրա հավատը չմնաց միայն խոսքերի մակարդակում, այլ դրսևորվեց կենդանի գործերով։ Խոնարհվելով, նրա ծնկները ծալված էին Տիրոջ առջև, փառաբանելով, նրա բերանը զբաղված էր գովաբանությամբ, պարծենալով, նրա սիրտը լցված էր Տիրոջ անզուսպ ուրախությամբ, մեծարելով, նա խենթի պես աղմկում էր ու հանրային հրավեր անում եւ բարձրացնելով, նա տալիս էր Տիրոջ արժանի երկրպագություն։ Հետաքրքիր է, որ մինչ Դավիթը պատմում է, թե ինչպես Տերը փրկեց իրեն, նա երգը սկսում է ոչ թե պատմելով իր նեղությունների մասին, այլ փառաբանելով Աստծուն։ Սա շատ կարևոր դաս է մեզ համար։ Երբ պատմում ենք Տիրոջ ողորմության մասին, սկսենք ոչ թե պատմությունից, այլ փառքից։ Սկսենք նրա անունը բարձրացնելուց, հետո նոր խոսենք մեր փորձառությունների մասին։ Աստծուն փառաբանելը ոչ թե մեր պատմության վերջն է, այլ դրա սկիզբը։ Եթե հիշում եք 1-7 համարներում Դավիթը մեզ ցույց տվեց հավիտենական ճշմարտություն։ Քրիստոնյան իր կյանքի բոլոր նեղություններում ապավինում է Աստծուն։ Չկա մի նեղություն, չկա մի վախ, որ քրիստոնյան չի կարող ապավինել Աստծուն։ Այո, այդ է հավատի իսկական ապավինությունը։ Եվ ոչ թե ճանապարհն ենք հասկանում, այլ ճանապարհին Աստծուն ենք ապավինում։ Եվ մենք տեսանք, որ ապավինության առաջին քայլը շարունակ կախված լինելն է Աստծուց։ Այսպիսով, այժմ անցնում ենք ապավինության երկրորդ քայլին, որը տեսնում ենք 4-7 համարներում։ Այս համարներում Դավիթը ցույց է տալիս ապավինության երկրորդ քայլը՝ շարունակ հավատալ Աստծո փրկարար շնորհին։ Եկեք ընթերցենք 4-7 համարները։ Առաջինից ընթերցենք։ Բոլոր ժամանակներում Տիրոջն եմ օրհնելու։ Նրա փառաբանությունը միշտին բերանում է լինելու։ Իմ անձը Տիրոջով է պարծենալու։ Խոնարհները լսելու եւ ուրախանալու են։ Ինձ հետ մեծարեցեք Տիրոջը, ու միասին բարձրացնենք նրա անունը։ Փնտրեցի Տիրոջը, ու ինձ լսեց, եւ իմ բոլոր վախերից ինձ ազատեց։ Նրան նայեցին ու լուսավորվեցին, եւ նրանց երեսները ամոթով չծածկվեցին։ Այս խեղճ մարդն աղաղակեց, ու Տերը լսեց, եւ նրան փրկեց իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում նրանից վախեցողների 4 բոլորը ու փրկում է նրանց։ Ամեն։ Այսպեսով Դավիթը սկսում է կիսվել իր փորձառությամբ եւ 4-7 համարներում նկարագրում է Տիրոջ բնավորությունը եւ էությունը։ Եվ նկարագրելով Տիրոջ էությունը, նա շարունակում է բարձրացնել եւ բարձր պահել Տիրոջ անունը, ցույց տալով, որ փառաբանությունը չի ավարտվում խոսքերով, այլ աճում է փորձառության միջով։ Ահա այսպես է Դավիթը իր երգը բարձրացնում նոր աստիճանի։ Նախ եկեք նայենք, թե ում է փնտրել Դավիթը իր վախերի մեջ։ Նայեք 4 համարի առաջին մասին։ Փնտրեցի Տիրոջը։ Այստեղ տեսնում ենք Դավթի կենդանի հավատի դրսևորումը։ Նա ում է փնտրում։ Նա փնտրում է Տիրոջը։ Դավիթը գրում է այս խոսքերը այն ժամանակ, երբ իր կյանքը փոթորկի մեջ էր։ Նա թաքնվում էր, վախի մեջ էր, բայց հենց այդ պահին ասում է. Ես փնտրեցի Տիրոջը։ Այս փնտրել բառը, որը եբրայերեն դարաշվայն է, նշանակում է որոնել Աստծուն ջանասիրաբար, հետևողականորեն, խորությամբ, ինտենսիվությամբ, նպատակային։ Այն ցույց է տալիս գիտակցական, հոգևոր որոշում, միջոց մոտենալ Աստծուն, միջոց հավատալ եւ վստահել նրա փրկարար շնորհին։ Այն նաեւ նշանակում է հարցնել նրա կամքը աղոթքի միջոցով, խորը հետազոտել, մտնել նրա խոսքի մեջ։ Այսպիսով, այս բառը գործողություն չէ։ Այն զգացում է։ Դավիթը չի ասում ես մտածեցի Տիրոջ մասին կամ հիշեցի Տիրոջը։ Նա ասում է փնտրեցի, գնացի, ծնկեցի, խոնարհվեցի եւ քայլ արեցի դեպի նա։ Սա ակտիվ փնտրտուք է
միջև գտնել։ Հետաքրքիր է նաև որ Դավիթը չի ասում փնտրեցի Տիրոջը, որ իմանամ թե ինչի համար եմ նեղություն կրում, ինչի համար եմ հալածվում, որ մեղքիս համար եմ այս դժոխային իրավիճակում գտնվում, դեռ ինչքան պետք է մնամ այս քարանձավում եւ երբ կվերջանա այս ամենը։ Այն նա փնտրեց Տիրոջը հարաբերության համար։ Նա փնտրեց Տիրոջը, որովհետեւ իր համար առաջնային էր մոտենալ Աստծուն, այլ ոչ թե Տիրոջը ծանրաբեռնել հարցերով։ Նա փնտրեց Տիրոջը, որովհետև հավատում էր Տիրոջ փրկարար շնորհին։ Սա է դարաշի էությունը, փնտրել ոչ թե պատասխաններ, այլ անձը։ Երկրորդ Օրինաց 4:29 համարում այսպես է գրված. Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն եւ կգտնես, եթե քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Դավիթը նեղությամբ այն չի ընկնում խոճապի մեջ, չի ղեկավարվում իրեն զգացմունքներով, այլ ինչ է անում, մտնում է Աստծո խոսքի մեջ։ Սա հենց դարաշվայի գաղափարներից մեկն է, փնտրել, խորապես հետազոտել, մտնել Աստծո խոսքի եւ խոստումների մեջ։ Այսինքն նեղության մեջ Դավթի առաջին եւ բնական քայլը Աստծո խոստումների եւ խոսքի խորը ուսումնասիրությունն է։ Նա հիշում է այն, ինչ Տերն արդեն ասել էր եւ առաջնորդվում է այդ պատվիրաններով։ Տեսեք թե որքան կենթանի էր Աստծո խոսքը Դավթի մեջ, որ նա հիշում է, որովհետեւ ոչ թե Դավիթն էր իրեն ուժ տալիս, այլ Աստծո խոսքն էր, որ ներսում աշխատում էր եւ ամրացնում էր նրան։ Կարևոր սահմանում հավատացյալի իրական փրկությունն ու հանգիստը գալիս են ոչ թե հանգամանքների փոփոխությունից, այլ այն պահից, երբ նա հիշում է Աստծո խոսքը եւ քայլում է դրա հանդեպ հնազանդությամբ։ Հին կտականում նաեւ այս դարաշվայը հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդը Աստծուն է դիմում, խորհուրդ կամ առաջնորդություն ստանալու համար։ Բայց Աստվածային կողմը նույնպես նույն բառով է նկարագրվում, երբ ասվում է ես թույլ կտամ ինձ փնտրեն։ Այսինքն դարաշը երկկողմանի ճանապարհ է։ Մարդը փնտրում է Աստծուն, իսկ Աստված իրեն հասանելի է դարձնում փնտրողին։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Դավիթը չփրկվեց իր վարպետության, իմաստության եւ հմտությունների շնորհիվ, այլ իր ինտենսիվ փնտրտուքով, որն էլ ուղղված էր Տիրոջը։ Տերը իրեն հայտնեց Դավթին եւ ցույց տվեց իր փրկարար շնորհի զորությունը, որովհետեւ Դավիթը չդադարեց հավատալ եւ փնտրել Տիրոջը։ Ես փնտրեցի Տիրոջը եւ նա պատասխանեց ինձ։ Սա չէ այն, ինչպես պետք է այսօր։ Փնտրել միջև որ նա հայտնվի։ Հարց. Ում եւ ինչ ես փնտրում քո նեղության մեջ։ Փնտրում ես երգեր, լուծումներ, հնարավորություններ, պատասխան, թե հանգրվան, կենթանի հավատով կախված մնալ Աստծուց եւ ապավինել իրեն ու իր առաջնորդությանը։ Փնտրել Աստծուն նշանակում է աղոթքի սառը գործողություն, թե Դավթի նման հոգեվոր ինտենսիվ շարժում դեպի Տերը։ Քո փնտրելու ձևը ակտիվ է, հետևողական եւ խորքային, թե միայն արագ աղոթք, պարտքանելու նման։ Երբես վերջին անգամ իրապես դարաշարել Տիրոջը։ Ոչ թե պարզապես եկար եկեղեցի, արագ կարդացիր մի հատված կամ լսեցիր քարոզ, այլ փակեցիր դուռը եւ ասացիր. Տեր, ես չեմ հեռանա քո երեսից, միջև որ խոսես ինձ հետ։ Հիշիր, երբ դադարում ես դարաշանել, սկսում ես չորանալ։ Բայց երբ շարունակում ես փնտրել, սկսում ես կենթանանալ։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ այս դարաշ բայը հավատի գործողություն է։ Եվ ինչ է անում։ Այն բացում է Աստծո ներգործությունը։ Եվ հարց է առաջանում. ինչպես է բացվում Աստծո ներգործությունը, փրկարար շնորհը։ Ըստ մեր կարդացած համարի, 4-րդ համարի եւ Աստվածաշնչյան բազում համարների աղոթքի միջոցով։ Այո, աղոթքը միջոց է դուրս գալու ամեն իրավիճակից։ Բայց այն առաջնային պետք է լինի հավատի եւ վստահության քայլ։ Այսպիսով ինչ է անում Դավիթը։ Դավիթը խոստովանում է, որ աղոթքի միջոցով Տերը նրան լսեց եւ ոչ միայն լսեց, այլ նաեւ ազատեց իր բոլոր վախերից։ Խնդրում եմ նորից լսեք Դավթի խոստովանությունը։
Ես փնտրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվեց ինձ եւ իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Չորրորդ համարի լսել եւ ազատել բայրը իմաստով նման են իրար, բայց ունեն մի փոքր տարբեր նրբերանգներ։ Այս լսել բայը նշանակում է լիովին հոգ տանել, լիարժեք, օգնել, ինչը ենթադրում է, որ Աստված մտնում է Սաղմոս 2-ի դժվարին իրավիճակի մեջ եւ հոգ է տանում նրա մասին այդ իրավիճակներում։ Աթեում է հավատում եւ աղոթում Դավիթը։ Այն Աստուն, ով ունի օգնելու եւ լիովին հոգ տանելու մտադրություն, այլ ոչ թե մեկին, ով ունի կիսատ, թերի եւ սահմանափակ հնարավորություն։ Ահա Աստվածում աչքերը արդարների վրա են, իսկ ականջները նրանց աղաղակին։ Այդ պատճառով է 15-րդ համարում Դավիթը այսպես ասում. Տիրոջ աչքերն արդարների վրա են ու նրա ականջները նրանց աղաղակին։ 17-րդ համար արդարներն աղաղակում են եւ Տերը լսում է ու իրենց բոլոր նեղություններից ազատում է նրանց։ Երբ իմ փոքրիկ տղան Ահարոնը վախենում է գիշերը եւ ես լսում եմ նրա ձայնը, պապա, ես չեմ մտածում, հարմար է հիմա գնալ, թե չէ։ Ես վազում եմ, շտապում եմ, որովհետեւ դա իմ զավակի ձայնն է։ Եվ երբ նրան գրկում եմ, նա խաղաղվում է ոչ թե որովհետեւ վախերն ու վտանգը անցավ կամ վերացավ, այլ որովհետեւ ես եկա։ Այդպես էլ Տերն է արձագանքում մեզ։ Երբ մենք փնտրում ենք նրան, նույնիսկ մեր վախերի մեջ, նա գալիս է, մեզ լսում է եւ ազատում մեր բոլոր վախերից։ Նա մեր Տերն է, բայց նաեւ մեր Հայրն է։ Մենք որպես ծնողներ ինչ ենք անում։ Միշտ սպասում ենք, որ մեր զավակները իրենց նեղությունների, վախերի մեջ մեզ փնտրեն, դիմեն, կանչեն։ Այդպես էլ Աստված սպասում է, որ մենք բացենք մեր շուրթերը եւ իրեն փնտրենք։ Մինչ չենք ասում Տեր օգնիր ինձ, մենք կարծես փակ պահենք նրա ներգործության ճանապարհը, բայց երբ ասում ենք, նա լսում է եւ արձագանքում է։ Աստված ոչ թե անտարբեր դիտորդ է մեր նեղությունների մեջ, այլ կենդանի Հայր, ով ցանկանում է ներգրաված լինել մեր կյանքի ցանկացած դետալում։ Եվ շատ հաճախ չենք տեսնում այդ ներգրավվածությունը, գիտեք ինչու, որովհետև Դավթի պես չենք փնտրում իրեն, չենք աղոթում, չենք հավատում նրա փրկարար շնորհին։ Սակայն Դավիթը այդպես չվարվեց։ Նա ուժգնությամբ փնտրեց եւ ի պատասխան այդ անկեղծ հավատի Տերը ոչ միայն լսեց, այլ նաեւ ազատեց նրան իր վախերից։ Այս ազատել բայը նշանակում է խլել կամ քաշել, դուրս հանել։ Այսպեսով մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես է Աստված Սաղմոս 2-ին հանում, քաշում վախերի միջից եւ ինչ է անում, տեղափոխում նրան ավելի անվտանգ վայր։ Պատկերացրեք մի երեխայի, ով ընկել է գետի արագահոս ջրերի մեջ։ Ջուրը նրան քաշում է ներքև, նա կորցնում է ուժերը, խուճապի մեջ է, չի հասկանում որ ուղղությամբ լողա, ոչ մի տեխնիկա, ոչ մի խորհուրդ այս բանին չի օգնի։ Նրա հայրը ափին կանգնած չի սկսում բացատրել լողի ճիշտ մեթոդները, չի փորձում հերվից հորդորել, թե ինչ անել, եւ չի ասում փորձիր ավելի ուժեղ լողալ, հանգիստ շնչիր կամ դիմացիր։ Հարց ինչ կանի, ինչ եք կարծում, ինչ պիտի անի։ Նա վազում է արջևից, նա վազում է ջրի մեջ, ձեռքն է մեկնում եւ խլում է երեխային հոսանքի թակարդից եւ իր ամբողջ ուժով քաշում է դուրս եւ հանում է մահվան վտանգից։ Հենց այսպես է Տերն արձագանքում մեզ, երբ մենք դարաշ ենք անում, փնտրում ենք, կանչում ենք նրան։ Նա չի կանգնում հերվում խորհուրդներ տալով, թե ինչպես ինքներս գլուխ անենք։ Նա ներգրավում է, մեր պայքարը դառնում է իր պայքարը եւ նա խլում է մեզ վախերի, մեղքի, հուսահատության եւ խավարի ջրապտույտից։ Եվ ինչ է անում, տեղափոխում է մեզ իր խաղաղության մեջ։ Սաղմոս 18-ում Դավիթը նույն կերպ է վարվում, ինչ այս Սաղմոսում։ Սաղմոս 18 Քեզ եմ սիրելու, ով Տեր։ Եբրայերենում գրված է ոչ թե քեզ եմ սիրելու, այլ սրտանց սիրում եմ քեզ։ Սա Դավթի սիրո խոստովանությունն է։ Որքան հաճախ եք
սիրո խոստովանություն անում ձեր Տիրոջը, ձեր Փրկչին։ Երբ Դավիթն ասում է քեզ եմ սիրում, նա խոսքերի մակարդակում չի թողնում իր սիրո խոստովանությունը։ Ինչ է անում։ Հաջորդից ցույց է տալիս գործնական դրսևորում, որն էլ կապացուցի Դավթի անկեղծ սերը Տիրոջ հանդեպ։ Տերն իմ վեմն է, իմ բերդն ու իմ ազատարարը, իմ Աստվածը, իմ զորությունը, ես նրան եմ վստահելու։ Դավիթ ուրիշ մեկը չկա, նրան էլ վստահես։ Նա իմ վահանն է, իմ փրկության եղջյուրն ու իմ բարձր աշտարակն է։ Ես Տիրոջն եմ կանչելու։ Դավիթ ոչ միայն վստահում ես, այլ նաև կանչում ես։ Ինչու՞։ Ով արժանի է փառաբանության։ Այդպես պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Հարց Դավիթ ինչպես։ Մեզ էլ ձևն ասա։ Տիրոջը կանչելով։ Որից հետո 4-րդ համարը նայեք։ Մահվան ինձ պատեցին, անաստված մարդկանց հեղեղներն ինձ վախեցրին, դժոխքի լարերն ինձ պաշարեցին, մահվան որոգայթներն ինձ հասան։ Հաջորդ գործողությունը Դավթի։ Նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծուն աղաղակեցի։ Դավիթ Տերը պատասխանեց, նա իր տաճարից լսեց իմ ձայնը ու իմ աղաղակը հասավ նրա առաջ, նրա ականջին։ 7-րդ համարից, եթե դուք կարդաք մինչև 19-րդ համարը, վստահ եմ պիտի զարմանաք, թե Տերը ինչպես է ներգրավում։ Դավթի խնդիրը, խնդիրները դառնում են իրենը։ Եվ ինչ է անում։ 16-րդ համարին նայեք։ Բարձրից ուղարկեց ու վերցրեց ինձ եւ շատ ջրերից հանեց ինձ։ Իմ զորեղ թշնամուց ու ինձ ատողներից ազատեց ինձ, որ ինձնից ավելի զորավոր էին։ Հարց. դու Դավթի պես վստահում ես միայն Տիրոջը։ Դու Դավթի պես համոզված ես, որ միայն նա կարող է քեզ փրկել, որ միայն նա ունի իրական փրկողի ձեռք քո կյանքի յուրաքանչյուր նեղության եւ վախի վրա։ Դու Դավթի պես կանչում ես միայն Տիրոջը։ Դու Դավթի պես միայն Տիրոջն ես փնտրում, թե ուրիշ աղբյուրներ էլ ունես, այսպես ասած անհատական փրկիչներ։ Դու Դավթի պես փնտրում ես Տիրոջը ամբողջ սրտով, թե միայն երբ ճար չկա։ Դավթի համար Տերը միակ ապավենն էր, բայց միայն ապավենը չէր, այլ նաև նրա շտապ օգնությունը։ Ինչպես մենք նեղության կամ հիվանդության պահին զանգում ենք 103 եւ ակնկալում, որ շտապ օգնությունը արագ կհասնի, այնպես էլ եւ առավել եւս Տերն է գալիս անմիջապես, երբ իրեն ենք դիմում։ Տերը չի ուշանում, նա չի հապաղում, նա ավելորդ հարցեր չի տալիս, նա հասցե չի ճշտում։ Եվ երբ Դավիթը դարաշել անում Տիրոջը, նա վստահ էր մեկ բանի մեջ. Տերն է, որ միշտ գալիս է եւ ազատում իր վախերից։ Իսկ Դավիթն ինչպիսի վախեր ուներ։ Դավթի վախերը կապված էին Սավուղի հետ, ով ցանկանում էր նրան սպանել, եւ ոչ միայն այն նրա հետ, որ Աբիմելեքը չթաքցրեց նրան, այլ վռնդեց, եւ Դավիթը մնաց մենակ, անորոշության, վախի եւ վտանգի մեջ։ Եվ պատկերացրեք, թե ինչպիսի ներքին վիճակ կունենար Դավիթը, ֆիզիկական սպառնալիքներ, մտային ճնշումներ, հուզական ցնցումներ, զգացմունքային եւ հոգեկան տագնապ։ Բայց հենց այդ պահին նա չի խառնվում իրար, չի կորցնում իրեն, գլուխը ձեռքերի մեջ չի առնում, չի ընկնում դռնեդուռ, այլ նա անցնում է ակտիվ գործողության։ Ինչ է անում։ Դարաշ է անում Տիրոջը, եւ Տերն էլ խլում է նրան այդ բոլոր վախերից, տեղափոխելով խաղաղության եւ ապահովության վայր։ Այո, սա է իրական եւ կենթանի հավատի օրինակը։ Կյանքի բոլոր վախերի եւ նեղությունների մեջ փնտրել բացառապես Տիրոջը, ով փրկության միակ եղջյուրն է։ Նորից լսեք Դավթի խոստովանությունը։ Իմ բոլոր վախերից ազատեց ինձ։ Այս վախեր ածականը, որը եբրայերեն մեգուրա բառն է, նշանակում է ներսում ապրող բազմաշերտ վախեր, սարսուռներ եւ սպառնացող վտանգի զգացողություն, մտավոր, հոգեկան, հուզական ճնշումներ։ Այսքան այն ամենը, ինչը մարդու մտքից ու սրտից քաշում է դեպի խուճապ։ Այսպիսով կարող ենք եզրակացնել հետեւյալը. մարդու ներսում նստած սիրտը ճնշող վախերի ամբողջական փաթեթ։ Այսպիսով, եթե համարին ուշադիր նայենք, կտեսնենք, որ Դավիթը պարզապես չի ասում, որ Աստված իրեն ազատեց որոշ
կամ մի քանի վախերից, կամ թույլատրեց այդ զգացողությունները, այլ ինչ արեց։ Ազատեց բոլոր վախերից։ Այս պատճառով է Դավիթը այստեղ այս խորը բառը օգտագործում, որը նշանակում է ոչ միայն վախ, այլ ներսում ապրող սարսուռներ, այն շշուկները, որոնք գիշերը քուն չեն տալիս մեզ, այն անորոշությունները, որոնք սպառում են մեր հոգին, այն սարսափները, որոնք բարակ թելի պես շրջափակում են եւ խեղդամախ անում մարդուն։ Դրանք այն վախերն են, որոնք չեն տեսնում մարդիկ, բայց տեսնում է Աստված։ Դրանք այն ճնշումներ են, որոնք ոչ ոքի չես բացատրի, բայց հենց դրանք են խլում քո խաղաղությունը։ Ինչ է անում Դավիթը։ Նա վկայում է հետևյալը. ես դիմեցի Տիրոջը, եւ նա բոլոր այդ ներսում ապրող սարսուռներից, բոլոր վախերից, տվերներից, բոլոր ճնշող մտքերից խլեց ինձ, ազատեց ինձ, հանեց ինձ։ Հիշեք, Աստված մեզ չի ազատում միայն արտաքին վտանգներից, վախերից եւ ճնշումներից։ Նա ազատում է մեզ դեպի ներս ուղղված վախերի թակարդից։ Նա իր ձեռքերով ոչ միայն մեզ քաշում է, խլում է արտաքին վտանգներից, այլ այդ ձեռքերով բուժում է մեր ներքին աշխարհը։ Սա է մեգուրայի էությունը, մեր ներսի խավար սենյակներից լույսի դուրս բերում, եւ դա կարող է անել միայն Տերը։ Այսօր էլ Աստծո ժողովուրդը ապրում է կամ ունի վախեր, սարսափներ, որոնք գալիս են ներսից, դրսից, աշխարհից, մեղքից, սատանայից։ Եվ միգուցե այսօր մեզանից շատերը այսպիսի հոգեվիճակով են այստեղ։ Միգուցե այսպիսի հոգեվիճակ են ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Ոչ մեկս ապահովագրված չենք այս կյանքում վերոնշյալ դրսևորումներից, բայց մենք ունենք տիեզերքի լավագույն եւ անզուգական հովվապետին, Հիսուսին, ով Հայր Աստծո աջ կողմում նստած բառ է խոսում եւ հոգ է տանում իր ժողովրդի համար, ով սպասում է, որ համարձակությամբ գնանք շնորհած աթոռին, ով ունի բացարձակ իշխանություն եւ զորություն դուրս բերելու եւ ապահովելու լիարժեք ու կատարյալ խաղաղություն, ազատագրում եւ փրկություն ամեն տեսակ վախերից։ Միայն նա է փրկում այդ ամենից եւ շնորհում մարդկային տկար մտքից վեր խաղաղություն եւ հանգստություն։ Այսօր մեր կյանքի 103-ի զանգի պատասխանողը հենց Հիսուսն է, ով սպասում է քո զանգին, սպասում է քո կանչին։ Նա արդեն պատրաստ է պատասխանելու, անմիջապես, անպայման, սիրով, կարեկցանքով։ Երբ նա գալիս է, նա չի բերում դեղեր, սարսկումներ կամ բուժման հրամանագրեր։ Նա ինքն է դեղը, նա է մեր առողջությունը, մեր ուժը, մեր հույսը, մեր հանգիստը, մեր բուժումը, մեր վիտամինը։ Նա չի բերում ինչ-որ բան։ Նա ինքն է այն, ինչ մեզ պետք է։ Նա ինքն է այն, ինչ մեզ պետք է, ինձ եւ քեզ։ Հիշիր, դու կարող ես ունենալ լիարժեք խաղաղություն եւ ազատագրում քո բոլոր վախերից եւ նեղություններից միայն Հիսուսի միջոցով։ Նա է, որ իր Սուրբ Հոգով քո մեջ խաղաղություն է բերում, հանգստություն եւ վստահություն։ Ինչ է կարծում։ Արդյոք Հիսուսը չէր գիտակցում, որ իր աշակերտները եւ հետագա եկեղեցին ունենալու են ներքին եւ արտաքին վախեր, ճնշումներ, անհանգստություններ։ Ընդհակառակը նա շատ լավ գիտեր դա։ Եվ հենց այդ պատճառով նախքան իր ձերբակալվելն ու խաչվելը, ինչը եւս պիտի դառնար մեծ վախի եւ խռովության պատճառ, ինչ է անում Հիսուսը։ Հովհաննես 14-16-րդ գլուխներում սկսում է խոսել այն խաղաղության մասին, որը իր խաղաղությունն է, եւ որը նա պատրաստվում էր թողնել թե աշակերտներին եւ թե բոլոր հավատացյալներին։ Վստահ եմ գիտեք, որ հրաժեշտի խոսքերը միշտ տխուր են լինում, երբեք ուրախ չեն լինում, կարելի ասել, եւ թախծոտ։ Իսկ այս գլուխները Հիսուսի հրաժեշտի խոսքերն են։ Մինչ Հիսուս հրաժեշտ կտա իր աշակերտներին, նա իր վերջին խոսքերն ու պատվերներն է տալիս նրանց եւ մեզ։ Բայց խնդրում եմ նայեք Հիսուսին, սիրող Հովվին, հոգատար ընկերոջը, ում սպասվում է մեծ տանջանքներ, ծեծ, խաչելություն եւ մահ։ Բայց ինչ է անում։ Խոստանում է Սուրբ Հոգու միջոցով մխիթարություն եւ խաղաղություն, այն էլ ներկայի եւ ապագայի համար։ Եվ սրանով չի ավարտվում Հիսուսի սերը։ Նա 17-րդ գլխում աղոթում է նրանց եւ մյուս հավատացյալների համար։ Նկատեք, թե ինչպես է սկսվում Հովհաննու 14-րդ գլուխը։ Այստեղ են ասել, մեկը լիներ Հիսուսին մխիթարեր, քաջալերեր, բայց փոխանենը նա է դա անում։ Եվ ինչպես է անում։
Հովանու 14-րդ գլուխ, նայեք։ Թող ձեր սրտերը չխռովեն։ Հիսուսն է ասում իր աշակերտներին։ Ինչ եք կարծում, ինչի համար է ասում ձեր սրտերը։ Կարող եք եւ պատասխանել եւ մտորել։ Սիրտը մարդու կենտրոնն է։ Երբ մարդու կենտրոնը թուլանում, տկարանում կամ կորցնում է իր ինքնատիրապետումը, մարդը դառնում է խոցելի եւ հեշտորեն ենթակա սայթակման։ Եվ հենց այստեղ Հիսուսն ասում է մի բան, որը թե հրամայական է, թե սիրով լի զգուշացում։ Թող ձեր սրտերը չխռովեն։ Հիսուս, բայց ինչպես է դա հնարավոր։ Հիսուս, դու գիտես ես ինչերի միջով եմ անցնում։ Ինչ տեսակի վախեր են գիշատից առյուծի պես հարձակվել վրաս։ Ինչ տեսակի նեղություններ են կոկորտը սեղմել, որ նման պատվեր ես տալիս։ Հիսուս, դու գիտես ինչ դժվար է աշխատավայրում, ընտանիքում, եկեղեցում։ Հիսուս, ինչպես կարող է սիրտը հանգիստ գտնել նեղության, անորոշության, վախերի եւ վտանգի մեջ։ Ինչպես, Հիսուս։ Հիսուսն ինքն է ցույց տալիս այդ պատվերի կատարման ուղիղ եւ պարզ ճանապարհը։ Նայեք համարի հաջորդ նախադասությանը։ Մի փնտրեք ուրիշ ոչ միտեղ։ Հավատացեք ինձ, ասրտի, մարդու կենտրոնի, պահման ամենագեղեցիկ եւ ամենաուժեղ եղանակը, շարունակաբար հավատալ Հիսուսին, վստահել նրա խոստումներին, նրա ներկայությանը եւ նրա փրկարար շնորհին։ Դա է պահում սիրտը խաղաղ, ամուր եւ չխռոված։ Կարծում եմ սա ավետանի ամենակնքուշ եւ անկրկնելիորեն ամենագեղեցիկ ճշմարտությունն է։ Ճշմարտություն, որը հարմար է ցանկացած վախի, ստրեսի, դեպրեսիայի, հոգուն անհրաժեշտ եւ բավարար մխիթարություն տալու համար։ Հարց. ինչպես ես պահում քո սիրտը խաղաղ։ Հիսուսի ճանապարհով, թե մարդկանց հնարած լուծումներով։ Ինչպես ես պահում քո սիրտը խաղաղ։ Հիսուսի ճանապարհով, թե մարդկանց հնարած լուծումներով։ Եվ այսքանից հետո դու չես ցանկանում լինել Հիսուսի գրկում։ Այսքանից հետո դու չես ցանկանում հնազանդվել եւ կատարել այնպես, ինչպես քո սիրելի եւ պաշտելի Հիսուսն է պատվիրում։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը թող չխռովի, ոչ էլ վախենա։ Երկրորդ անգամ է Հիսուսը այստեղ ասում թող ձեր սիրտը չխռովի եւ ավելացնում է թող չվախենա։ Նաեւ այս պատվերը 16-րդ գլխում է տալիս Հիսուսը։ 3 անգամ այս գլուխների մեջ Հիսուսը այս պատվերն է տալիս։ Ըստ այս համարի կա երկու օբյեկտ, որոնք մարդուն տալիս են խաղաղություն։ Նայեք համարին Հիսուսը եւ աշխարհը։ Սակայն Հիսուսի տված խաղաղությունը ինչ է կարծում, տարբերվում է աշխարհի տված խաղաղությունից։ Այո, տարբերվում է եւ հետեւյալ ճշմարտություններով է տարբերվում։ Հիսուսի տվածը ժամանակավոր չէ։ Աշխարհի խաղաղությունը պահի զգացողությունը։ Այն կախված է հանգամանքներից, տրամադրություններից, արտաքին հանգստից, բայց Հիսուսի տվածը կայուն է, մնայուն եւ կախված չէ աշխարհի փոթորիկներից։ Հիսուսի տվածը ազդում է սրտի վրա։ Աշխարհը կարող է խաղաղեցնել պայմանները եւ շատ հաճախ դա է անում, բայց չի կարող հանգստացնել սիրտը։ Հիսուսը տալիս է ներքին հանգստություն, փոխելով հոգու վիճակը, ոչ թե միայն միջավայրը։ Հիսուսի խաղաղությունը հաղթահարում է վախը։ Ինչ է ասում Հիսուսը։ Նա ասում է. ձեր սիրտը թող չխռովի ու չվախենա։ Աշխարհի խաղաղությունը կործանվում է վախի առաջին հարվածից, բայց Հիսուսի խաղաղությունը ամրությունն է տալիս հենց վախի պահին։ Հիսուսի խաղաղությունը գալիս է նրա ներկայությունից։ Սա խաղաղությունը, որը կապված է ոչ թե հանգամանքների, այլ անձի հետ։ Այն աճում է հաղորդակցության, աղոթքի, նրա ուխտի ու խոստումների վստահության մեջ։ Հիսուսի խաղաղությունը սերմանում է վստահություն, ոչ թե պատրանք։
Ինչ է անում աշխարհը? Աշխարհը փորձում է մխիթարել ինչով? Սուտ խոստումներով կամ ժամանակավոր հաճույքներով։ Հիսուսն ինչ է անում? Հիսուսը տալիս է իրականություն, Աստծո վերահսկողության կատարյալ վստահությունը։ Հիմա երբ տեսանք 4 համարում խոսված խաղաղությունը, կարող ենք մի կարևոր հարց տալ. ով ունի իրական եւ մնայուն խաղաղություն տալու իշխանություն, եւ ով է այդ խաղաղության աղբյուրը, ով է այդ ամենից բաղձալի ու խորապես փնտրված զգացումն իրականում տալիս, որ ողջ աշխարհն է փնտրում։ Ով? Դավիթն էր այս նույն խաղաղությունը փնտրում, եւ նա արդեն փորձառու էր բազմիցս տեսած Աստծո ձեռքի միջամտությունը։ Նա շատ լավ գիտեր իր տիրոջ բնավորությունը, խոստումները, գործելակերպը։ Այդ պատճառով էլ ծնկեց տիրոջ առաջ եւ հենց նրա մոտ գտավ այդ խաղաղությունը։ Բայց հիշում եք, Դավիթը մենակ չէր։ Նրա հետ քանի հոգի կային, հիշեք, մոտ 400 հոգի կային, որոնք նույնպես նույն փորձառությունը ունեցան։ Իսկ 5-րդ համարում նա արդեն հաստատում այս մեծ ճշմարտությունը, ովքեր նայում են Տիրոջը, ովքեր իրենց վստահությունը դնում են նրա փրկարար շնորհի վրա, նրանք երբեք չեն հիասթափվի։ Նրանք գտնում են հանգիստ, ուրախություն, խաղաղություն, ապահովություն։ Նայեք 5-րդ համարին, Սաղմոս 34:5։ Նայեք 5-րդ համարին։ Նրան նայեցին ու լուսավորվեցին, եւ նրանց երեսները ամոթով չծածկվեցին։ Հիմա հարց, Դավիթ, ովքեր են նրանք, որ նայել են նրան ու լուսավորվել եւ չեն ամաչել։ Դավիթ, դու այժմ պատմում ես ոչ միայն քո անձնական փորձառությունը, այլ նաեւ մյուսների ապրած իրականությունը։ Այո։ Այո, նա այստեղ կոնկրետ մեկի անունը չի տալիս։ Ավելի ընդհանուր է խոսում։ Սակայն ըստ համատեքստի առաջինը վերաբերում է այն մարդկանց, ովքեր այդ ժամանակ Դավթի հետ էին։ Իսկ այդ ժամանակ Դավթի հետ էին իր ազգակիցները, որոնք դառնացած հոգով, վախերով, նեղություններով, դժվարություններով, տառապանքներով բեռնավորված եկել էին նրա մոտ։ Եվ նա դարձել էր նրանց առաջնորդը։ Այո, Դավթի վարքը ազդել էր իր շուրջինների վրա։ Նրանք վարակվել էին Դավթի պահվածքից եւ այն այնքան ազդեցիկ էր եւ քաջալերող, որ Դավիթը իրենից տեղափոխվում է դեպի մյուսների փորձառությունը։ Նրան նայեցին ու լուսավորվեցին եւ նրանց երեսները ամոթով չծածկվեցին։ Այս համարի նայել բայը գրեթե նույն փնտրել բայն է, ինչ 4 համարում տեսանք, որ Դավիթն էր անում, դարաշ էր անում։ Սա ցույց է տալիս գործողություն եւ իր մեջ ունի հրամայական երանգ։ Հրամայական երանգ ունի իր մեջ։ Այն ցույց է տալիս, թե ինչ էին արել մյուսները եւ նաեւ պատվիրում է անել նույն գործողությունը։ Ցույց է տալիս, թե ինչ էին արել մյուսները եւ նաեւ պատվիրում է անել նույնը։ Սա պատվեր է։ Խնդրեմ, սիրելի եղբայրես եւ քույրս, ցանկանում եք իմանալ, թե ինչ անել վախերի, դժվարությունների, նեղությունների, տառապանքների մեջ, ուզում եք իմանալ, խնդրեմ, Աստվածաշունչը ասում է. փնտրեք, նայեք Տիրոջը։ Այս նայել բայը նշանակում է ինչ որ բանի վրա կենտրոնացած, ինտենսիվ նայել։ Ինչ որ բանի վրա օգտություն, կախվածություն, ապաստարան փնտրել, սրտի դարձումով նայել, վստահությամբ հայացք ուղղել դեպի որևէ մեկը, հատկապես դեպի Աստված։ Այսպիսով այստեղ նայել չի նշանակում պարզապես տեսողական գործողություն։ Այս բայը այստեղ նկարագրում է հավատի հայացքը, հավատի աչքերը, ոչ թե ֆիզիկական։ Այսինքն մարդիկ նայում են Աստծուն, նրանք իրենց վստահությունը տալիս են նրան, Տիրոջը, եւ արդյունքում ինչ է լինում։ Լուսավորվում են։ Այստեղից եզրակացնում ենք, որ փրկությունը գալիս է ոչ թե մարդուց, այլ Աստծո վրա հենվելուց։ Եվ նրան նայելը հենց դա է նշանակում։ Նրանք նայեցին դեպի նա, հույս դնելով նրա վրա, եւ նրա լույսից պայծառացան։ Ինչպես որ տակառներն ու ծերերը հենվում են ձեռնափայտին, որպեսզի ապահովություն եւ պաշտպանություն գտնեն, այդպես էլ նրանք էին հենվում Տիրոջ վրա։ Եվ հենց այդ հենվելու արդյունքում էր, որ նրանք լուսավորվեցին։ Այսինքն գտան մխիթարություն, խաղաղություն եւ վախի փարատում։ Ահա թե ումից էր նրանց ակնկալությունը, Տիրոջից։
աթեումից էր նրանց հույսը Տիրոջից, աթեումից էր նրանց սպասումը Տիրոջից։ Եվ ինչպես Դավթին էր Տերը ազատել, նույնն արեց նրանց։ Այո, այդպիսին է մեր Տերը։ Նրա բնավորությունը եւ էությունը անփոփոխ է։ Նրա պատվերներին հնազանդությամբ եւ սիրով վերաբերվողների երեսները միշտ լուսավորվում է եւ ամոթով չի ծածկվում։ Տիրոջ պատվիրանները ուրախությամբ եւ ամբողջ սրտով կատարողները զարդարվում են այն պատվով եւ շողշողուն լուսավորությամբ, որ այն տեսանելի է դառնում շուրջ բոլորը, ինչպես տեսել էր Դավիթ իր սեփական աչքերով։ Սա Դավթի համար չափազանց մեծ ուրախություն էր, տեսնել իր ժողովրդի հնազանդությունը եւ գործնական քայլերի կիրառումը, որն էլ բերել էր նման արդյունքների՝ լուսավորման եւ ամոթով չծածկվելու։ Ահա օրինակելի առաջնորդ Դավիթը, որի հոգևոր նկարագիրը ազդել էր համայնքի վրա։ Նա չէր կարող չարձագանքել իր ժողովրդի հոգևոր հաջողությունը։ Գիտեք ինչու? Որտեղ դրանով նա ոչ թե բարձրացնում էր նրանց հեղինակությունը, այլ Տիրոջ փրկարար շնորհի ճոխությունը, որն էլ նրանց լուսավորել էր։ Այս բայը լուսավորել նկարագրում է մարդուն, որը փայլում է, ճառագում, շողշողում, անսահման ուրախանում, երբ Աստված ազատագրում է վախերից եւ նեղություններից։ Իսկ ամոթը նշանակում է ամաչել, անպատվել, խայտառակել։ Այն վերաբերում է ամոթի, շփոթության եւ նվաստացման վիճակին։ Սակայն ինչ է ասում Դավիթը։ Նա ասում է, որ նրանք, ովքեր վստահում են Տիրոջը եւ նայում են նրան, չեն ամաչելու, չեն նվաստանալու եւ խայտառակվելու, այլ պարուրվելու են պատվով եւ փայլելու են ինչպես կիզիչ արևը։ Եվ դա նրանց երեսներից շողարցակելու է մյուսներին։ Այս երկու բայերը լուսավորել եւ ամոթը երկու առանձին, բայց իրար հետ կապ ունեցող գործողություններ են։ Դավիթն ասում է, որ նրանց երեսները լուսավորվեց եւ ամոթով չծածկվեց։ Այս երես գոյականը ցույց է տալիս մարդու ամբողջ անձը, եւ այն կարող է լինել անձի տրամադրության կամ վերաբերմունքի արտացոլումը։ Այսինքն, երբ մարդը նայում է Աստծուն, նա լուսավորվում է։ Եվ ինչ է լինում արդյունքում։ Այդ լուսավորությունը վանում է ամոթը։ Եվ կարող ենք ասել, որ լուսավորումը ամոթի բացակայության պատուղն է։ Այսինքն սա ներսից եկող վստահություն է, ոչ թե արտաքին լույս, ոչ թե ֆիզիկական լույս, այլ մարդու դեմքի վերափոխում, երբ նա ապրում է Աստծո կենդանի ներկայությամբ։ Աստվածաշնչում մի պատմություն կա, որը գեղեցիկ կերպով պատկերում է Սաղմոս 34:5-ը։ Այն գրված է 3-րդ թագավորաց 18-րդ գլուխ 17-ից 39-րդ համարներում։ Վստահ եմ Եղիայի պատմությունը հիշում եք, Կարմել լեռան վրա։ Եղիան Կարմել լեռան վրա կանգնած է մենակ։ Նա մենակ է հարյուրավոր Բաղի մարգարեների դեմ։ Իրականում մարդկային աչքերով նա է ամոթով մնալու, նա է պարտվելու։ Ինչու՞։ Նա մենակ է, իսկ նրանք շատ են։ Նրանք գոռում են, նրանք կտրում են իրենց մարմինները, աղաղակում, պատտվում զոհասեղանի շուրջ, տարօրինակ ձայներ հանում։ Եղիան ինչ է անում։ Ինչ է անում Եղիան։ Եղիան նայում է միայն կենդանի Աստծուն։ Նա չի վախենում ամբոխից։ Նա չի նայում իր թուլությանը, իր տկարությանը։ Նա չի հենվում իր թվերին, իր տեսած։ Նա իր հայացքը ուղղում է դեպի Տերը, վստահ լինելով, որ նա կհաստատի իր անունը։ Եղիան չի կարծում, որ ինքը պետք է ինչ-որ ուժեղ բան անի։ Նա պարզապես աղոթում է, փնտրում է Տիրոջը։ Դա է նրա ուժեղ անելիքը։ Երբ Բաղի մարգարեները դատարկ աղաղակում էին, Եղիան պարզապես ասաց. աղոթքը լսեք, Տեր, թող այսօր իմանան, որ դու ես Աստված։ Ինչ եղավ, հիշում եք։ Երկինքը բացվեց։ Կրակը իջավ, զոհը այրվեց, ջուրը գոլորշի դարձավ եւ բոլորին հայտնի եղավ։ Տերն է Աստված։ Ով ամոթով մնաց։ Ամոթով մնացին Բաղի մարգարեները եւ ոչ թե Եղիան։ Նրանք, որոնք վստահել էին իրենց կուրքերին, մնացին լուռ, ամոթով, խայտառակված եւ ջախջախված։ Իսկ Եղիան, ով նայում էր կենդանի Աստծուն, լուսավորվեց, ամոթով չմնաց, ապրեց Տիրոջ կենդանի ներկայությունը եւ ամենակարևորը տեսավ Տիրոջ փառքը։ Իմ սիրելի ուսուցիչ եւ պրոֆեսոր Դեն Ապչորջը այսպես է ասում.
Երբ մենք նայում ենք իրավիճակներին, ընկճվում ենք։ Երբ նայում ենք ինքներս մեզ, հիասթափվում ենք։ Բայց երբ նայում ենք դեպի Տերը, լուսավորվում ենք։ Այո, սա կարող է խոստովանել նա, ով գեթ մեկ անգամ փորձառել է այդ լուսավորությունը եւ պատիվը։ Իսկ մեր հատվածում Դավիթը ոչ միայն իր փորձառությամբ է կիսվում, այլ նաեւ իր եղբայր եւ քույրերի։ Նա տեսել է, որ նրանք խավարից լուսավորվել են եւ ուրախանում են Տիրոջ փրկարար շնորհով։ Եվ ինչ է անում Դավիթը։ Վերջացնելուն պես անմիջապես վերադառնում է իր փորձառությանը եւ շարունակում բարձր պահել Տիրոջ անունը նրա փրկարար շնորհի միջոցով։ Նայեք 6-րդ համարին։ Ինչ է ասում 6-րդ համարում Դավիթը։ Այս աղքատն աղաղակեց եւ Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Ըստ համատեքստի, այս աղքատ մարդը Դավիթն է, Սաղմոսի հեղինակը։ Այստեղ աղքատ ասելով նկատի չունի ֆինանսապես անհաջող մեկը, հարստության պակասություն ունեցող մեկը, այլ մեկը, ով կարիքավոր է, տառապած, ջախջախված, լքված, ամայի լինելու իմաստով, մեկը, ով բռնության է ենթարկվում հարուստ եւ բռնակալ մարդկանց կամ առաջնորդների կողմից։ Նա այստեղ ձևական խոնարհություն չի անում իրեն կոչելով աղքատ եւ խեղճ, այլ նա ցույց է տալիս իր տառապած եւ թշվառ վիճակը։ Եվ մենք գիտենք, որ Դավիթը հետապնդվում էր Սավուղից եւ շատ ուրիշ թշնամիներից։ Եվ հիմա նա ասում է, որ Տերը նաեւ լսել է իր աղաղակը եւ փրկել է նեղություններից։ Եթե 4-րդ համարում նա վկայում է, որ բոլոր վախերից էր ազատվել, ապա 6-րդ համարում եւս վկայում է, որ նաեւ բոլոր նեղություններից էր փրկվել։ Այս փրկվել բայը նշանակում է օգնել, ազատագրել, պաշտպանել։ Այս բայի հիմքում ընկած գաղափարը անվտանգ վայր կամ լայն արոտավայր տանելն է։ Ի տարբերություն նեղուցի, որը խորհրդանշում է տառապանք, վտանգ, վախ, նեղություն եւ դժվարություն։ Այս բառը փոխանցում է նեղությունից ազատագրում, մահվան եզրից դուրս բերելու գաղափար եւ թշնամուց փրկություն։ Բայց սա պարզապես բառի բացատրություն չէ։ Դավթի ամբողջ կյանքը հենց այս բառի մարմնավորումն էր։ Դավթի կյանքի սաղմոսները միայն երգեր չեն։ Դրանք նրա հոգևոր պատմությունն են։ Եվ հետաքրքիր է նկատել, որ Սաղմոս 23-ը եւ Սաղմոս 34-ը գրված չեն նույն ժամանակաշրջանում։ Երբ է գրվել Սաղմոս 23-ը, երբ է ծնվել այս Սաղմոսը։ Դավթի երիտասարդ օրերում, երբ նա դեռ հովիվ էր։ Նրա հավատն այդ ժամանակ պարզ էր, մանկական, բայց իրական։ Նա վստահում էր Տիրոջը ինչպես գառնուկը վստահում է իր հովին։ Դա մի խաղաղ Սաղմոս է, հավանաբար առանց ճշման, առանց վտանգի, լրիվ հանգիստ միջավայրում ծնված։ Բայց տարիներ անց, երբ Դավիթը փախչում էր, շրջապատված էր վտանգներով, դավադրություններով, սովերով ու մահվան սպառնալիքով, այն ժամանակ ծնվում է Սաղմոս 34-ը։ Այստեղ վստահությունը այլևս նույնը չէ, ինչ 23-րդում։ Այն հասունացել է, անցել է կրակով, ցավով, դավաճանություններով, փախուստներով, չհասկացվածությամբ։ Եթե 23-րդ Սաղմոսը հավատի սերմն է, ապա 34-րդ Սաղմոսը այդ սերմի հասունացած պտուղը։ Առաջինում Դավիթն ասում է, ինչ է ասում, Տերն է իմ հովիվը։ Իսկ երկրորդում վախերի, նեղությունների, փորձանքների միջից վկայում է։ Տիրոջը դիմեցի եւ նա լսեց ու ամեն վախերից ազատեց ինձ։ Ինչ է սա մեզ սովորեցնում։ Սա մեզ սովորեցնում է մի չափազանց կարևոր ճշմարտություն։ Հավատն աճում է ոչ թե հանգստի մեջ, այլ ճնշումների ու փորձությունների մեջ։ Սիրելի եղբայրս եւ քույրս, հավատը աճում է ոչ թե հանգստի մեջ, այլ ճնշումների ու փորձությունների մեջ։ Եվ եթե դեռ Սաղմոս 23-ի մակարդակում ենք մենք, մի օր անպայման կհասնենք Սաղմոս 34-ին, երբ մեր հավատն արդեն չի լինի միայն բառ, այլ փորձով հաստատված վստահություն։ Եվ հենց այս փորձով հաստատված եւ մխիթարված Դավիթը սկսում է Սաղմոս 34-ի նկարագրության ամենագեղեցիկ պահերից մեկը բացել մեր առջև։ Դավիթը ոչ միայն պատմում է իր անցած ճանապարհը, այլ նաեւ մեզ ներս է հրավիրում այդ իրականության մեջ, ցույց տալու համար, թե ինչ է անում Աստված նրանց կյանքում, ովքեր շարունակ հավատում են նրա փրկարար շնորհքին, ովքեր նրա վրա են հենվում։
Նայեք 7-րդ համարին։ Այդ իրականությունը ամփոփված է 7-րդ համարում։ Սա արդեն Դավթի, այսպես ասած, սեփական հոգու ճիճն է։ Փորձություններից անցած, մաշված, ճնշված, խուճապահար եղած, բայց չկոտրված մարդու վկայություն։ Եթե 6-րդ համարում ցույց է տալիս Տիրոջ արձագանքը, այսինքն ներգրավվածությունը, ապա 7-րդ համարում արդեն ցույց է տալիս Տիրոջ փրկարար շնորհի պաշտպանող մեխանիզմը։ Նայեք 7-րդ համարին։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում նրանից վախեցողների 4 բոլորը ու փրկում է նրանց։ Ո՞վ է այս հրեշտակը։ Ում մասին է խոսում Դավիթ այս համարում։ Մեզ չի ասում, թե ինչպիսի հրեշտակ է եւ կոնկրետ որ հրեշտակն է եղել։ Այստեղ էական չէ, թե որ հրեշտակն է, այլ այն, որ այն Տիրոջից է դուրս եկել հատուկ պաշտպանական առաքելության նպատակով։ Մենք Աստվածաշնչի լայն ուսուցումից գիտենք, որ հրեշտակները Աստծո սպասավորող հոգիներն են, ովքեր գիշեր եւ ցերեկ սպասավորություն են անում, ծառայում են ու փրկության ժառանգորդներին։ Հրեշտակ բառը ճիշտ նշանակում է падգամաբեր, ապա կիրառվում է Աստծո գահի շուրջը գտնվող այն սուրբ էակների նկատմամբ, որոնք ուղարկվում են որպես նրա падգամաբերներ մարդկությանը, որոնք նշանակված են նրա կամքը հաղորդելու, նրա հրամանները կատարելու եւ նրա ժողովրդին ինչ անելու համար, պաշտպանելու համար։ Սաղմոս 91, 11, 12 Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը չարին չխփես։ Ահա հրեշտակի գործառույթը՝ պաշտպանել, ծառայել Տիրոջ զավակներին։ Իսկ Դավիթը 34-րդ Սաղմոսում ասում է, որ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում։ Այստեղ բանակ դնելը բառացիորեն նշանակում է վրան խփել։ Վրան խփել։ Ինչ է նշանակում։ Այսինքն սա ցույց է տալիս մշտական ներկայության ապահովություն։ Սա պատկեր է, ինչպես բանակը շրջապատում է մի ամբողջ քաղաք։ Ինչ նպատակով։ Պաշտպանելու նպատակով, պաշտպանելու համար։ Հետաքրքիր է, որ Դավիթը չի ասում, որ այս հրեշտակը բոլորի նկատմամբ է այսպես վարվում։ Եթե համարին նայեք, տեսեք ինչ է ասում։ Այլ նրանց, ովքեր վախենում են նրանից։ Այս վախը իմ եւ քո իմացած վախի մասին չէ, այլ մեկի, ով իրապես աստվածապաշտ է, արդար, բարեպաշտ, ով զերծ է մնում ամեն տեսակ չար բանից եւ իրապես հույսը դնում է Տիրոջ վրա։ Այսպիսի մեկն էր Հոբը։ Հոբ 1:1։ Հուս երկրում մի մարդ կար, անունը Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար եւ աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։ Եվ ինչպես Հոբին էր Տերը շրջափակել ցանկապատով, որը որ տեսնում ենք առաջի գլուխ հենց 10-րդ համարում, նայեք ինչ է գրում։ Չէ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրնել, նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Տեսնում եք, թե Տերը ինչպես էր ցանկապատել Հոբի շուրջ բոլորը։ Այդպես էլ Դավիթն է ասում, որ Տերը բոլոր իրենից վախեցողների շուրջ բոլորը ցանկապատում է։ Այ 7-րդ համարին ոչ միայն արժևի մասը, ոչ միայն կողքը կամ ետևի, այլ ամբողջը։ Սա ցույց է տալիս, որ ինչպես Հոբին էր Տերը հոգատարությամբ պահպանում խավարի չար ուժերից, այդ նույն Տերը նույն կերպ վարվում է Դավթի եւ նրանց նկատմամբ, ովքեր իրենն են, ովքեր ճշմարիտ աստվածապաշտ են եւ միայն նրան են փնտրում։ Ես վստահ եմ, որ աշխարհի ամենահզոր բանակները, ամենախելացի համակարգերը եւ ամենախիստ սահմանները չեն կարող տալ այնպիսի պաշտպանություն, ինչպիսին մեր Տերն է տալիս իր զավակներին։ Աշխարհը կարող է կառուցել պատեր, ստեղծել ռադարներ, ունենալ հրթիռային վահաններ, բայց Տիրոջ պաշտպանությունը ոչ թե նյութական է, այլ գերազանցելի, անտեսանելի, անխախտ եւ անպարտելի։ Աստվածաշունչը չի ասում Երանի նրան, որի բանակը հզոր է, այլ ինչ է ասում։ Տերը իմ վենն է, իմ վահանն է, իմ ամուր բերդն է։ Ու որքան էլ մի ամբողջ ազգ կամ պետություն իրեն ապահով զգա, Տիրոջ զավակը ավելի ապահով է, քանի որ նրա պաշտպանությունը ոչ թե երկրային համակարգերից է, այլ երկնքի Տիրոջից, ով չի քնում, չի ննջում։
Եվ մենք պատմությունից գիտենք, որ Դավթին որևէ բան չպատահեց։ Սավուղը եւ թշնամիները չկարողացան նրան սպանել եւ չեզոքացնել, այլ Տերը փրկեց նրան։ Ինչպես ինքն է 7-րդ համարի վերջում վկայում այդ փրկության մասին։ Նայեք 7-րդ համարի վերջին։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում նրանից վախեցողների 4 բոլորը եւ փրկում է նրանց։ 7-րդ համարի փրկել բայը նշանակում է դուրս քաշել, պատրաստել, ազատել, նույնիսկ պատերազմի համար զինել։ Բառի հիմնական իմաստը զորացնել կամ ամրացնելն է։ Այսպիսով, Տերը ոչ միայն փրկում է, այլ ինչ է անում։ Նա ուժ է տալիս, զորացնում է եւ անգամ պատրաստում հաջորդ կռվին։ Նրա փրկության միջամտությունը չի սահմանափակվում միայն վտանգից հանելով։ Տերը նաև փոխում է ներսից, ինչի համար, ինչ նպատակով, որպեսզի մարդը կարողանա դիմակայել հաջորդ փորձությանը, նեղությանը եւ վախին։ Ահա ինչ ազդեցություն եւ նպատակ ունի Տիրոջ միջամտությունը։ Եվ հենց այստեղից է բացվում մեր կյանքի իրականությունը։ Այսօր մենք էլ ենք անցնում այն իրավիճակներով, ինչով անցավ Դավիթը։ Այո, միգուցե այլ միջավայրում, այլ մշակույթում, այլ հանգամանքներում, բայց նույն մարդկային վախերով, ճնշումներով ու անորոշություններով։ Բայց Տիրոջ զավակները չունեն խոստում, որ վերոնշյալ իրադարձությունները չեն բախվի, սակայն ունեն անսասան խոստում։ Տերը ազատում եւ փրկում է նրանց, ինչպես Դավթին։ Այսօր մեր կյանքերի համար նույնությամբ հոգատարություն է ցուցաբերում ով։ Հիսուսը, անգերազանցելի զորած Տերը, ով զորքերի հրամանատարն է, հրեշտակների գլուխն է, ով հաղթել է աշխարհին եւ աշխարհային բոլոր տեսակի անտեսանելի ու մեզ համար անհայտ ուժերին։ Հարց խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Ում ես նայում քո կյանքում։ Քո կյանքի հայացքը դեպի ում է ուղղված։ Երբ Դավթի պես վերապրում ես վախերի ու նեղությունների կծիկը։ Քո հոգևոր հեռադիտակը ում վրա է խոշորացվում։ Ով է այն ափը, այն անձը, որի վրա կենտրոնանում է քո սիրտը, երբ աշխարհը սեղմում է քեզ։ Հիշիր, ում նայում ես, նրանից էլ ձևավորվում ես։ Ում վրա զում ես անում, նրանից էլ ուժ ես քաղելու։ Եվ եթե մինչև այսօր Հիսուսին չես նայում, Հիսուսի մեջ չես փնտրում, լուսավորում, ազատագրում, պատիվ, փրկություն, ուժ, հույս, խաղաղություն, ապա տես թե ինչ է ասում քեզ Եբրայեցիների թղթի հեղինակը, որով էլ կմոտենանք ավարտին։ Սա այն նույն միտքն է, ինչ Հիսուսը Հովհաննես 14-րդ գլխում, առաջի համարում իր աշակերտներին ասաց։ Եբրայեցիների թղթի թեման Քրիստոսի անգերազանցելիությունն է։ Թղթի հեղինակը մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Քրիստոսը գերազանցում 5 կտակարանյան բոլոր քահանաներին, քահանայապետերին, Մովսեսին, Ահարոնին, Մելքիսեդեկին։ Նաև հեղինակը խոսում է Քրիստոսի չարչարանքների մասին։ Եվ երկրորդ գլխում խոսում է, որ Քրիստոսը ստանձնել է մեր բնույթը, այսինքն մարդկային մարմին է առել։ Եվ 18-րդ համարում նայեք ինչ է ասում։ Հենց նրանով, որ նա ինքը փորձություն կրելով չարչարվեց, կարող է օգնել փորձվողներին։ Հիմա երրորդ համարին նայեք, ուստիով է սկսվում։ Այսինքն, քանի որ Քրիստոսը ունակ է, կարող է օգնել ինձ, քեզ, բոլորիս, երբ որ ասում ենք նեղությունների, վախերի միջով, դժվարությունների միջով։ Սուրբ եղբայրներ, երկնային կոչման մասնակիցներ, նայեցեք մեր դավանության առաքյալին եւ քահանապետին, Քրիստոս Հիսուսին։ Նամակը սկսում է այս պատվերով, գրեթե նամակի սկիզբն ենք մենք։ Եվ նայեք նամակը ինչպես է վերջացնում Եբրայեցիս թղթի հեղինակը, 12-րդ համարին նայեք։ Նորից ուստիով է սկսում։ Ասեմ, որ 11-րդ գլուխը խոսում է հավատի հերոսների մասին, Աբրահամի, Իսահակի, Հովսեփի, Հակոբի, Նոյի, մեր բոլոր հավատի հերոսների մասին է խոսում։ Եվ նայեք ինչ է ասում, ուստի մենք էլ տեսնելով, որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, իսկ 11-րդ գլխում արդեն խոսել է,
ովքեր էին այս հավատի հերոսները, մեր նախնիները։ Դեն նետենք ամեն մի ծանրություն եւ մեզ հեշտությամբ թակարդ գցող մեղք ու համբերատարությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը։ Այս վկաների բազմությունը ինչի համար է։ Սա օրինակ է, մեզ խթան է տալիս։ Դրդում է անել նույնը։ Անցյալի հերոսները մեզ մարտահրավեր են տալիս։ Նրանք մեզ քաջալերում են եւ կարծես ասում են, որ մենք էլ կարող ենք։ Եվ հեղինակ ասում է դեն նետեք ամեն ծանրություն։ Ասեմ, որ այդ ժամանակ վազորդները իրենց վրայից հանում են իրենց ծանր հագուստներ, ինչի համար։ Որ կարողանային ավելի հեշտ վազել, որ կարողանային ավելի հեշտ հասնել հայերեն ֆինիշը ոնց կլինի, բաննակույր, վերջնակետին, որ կարողանային ավելի հեշտ հասնել։ Նրանք վազում էին վերջնակետի նպատակով։ Դա համար հավատարիմ մնալու, հաջողակ քրիստոնյա լինելու համար մեզ պետք է ոչ միայն մեղքը դեն նետել, այլ ամեն մի ծանրություն։ Հեղինակ ասում է ամեն մի ծանրություն։ Այսինքն ներքին վիճակ, անհանգստություն, տագնապ, վախ։ Այս ամենը եւ աշխարհի հոգսերը, անգամ սովորական մեր սովորությունները մեզ խանգարում են վազել։ Մեզ խանգարում են ավելի արագ վազել։ Իսկ ինչ է պետք վազելու մեջ հաջողելու համար։ Մեզ պետք է դեն նետենք մեղքը եւ ամեն խանգարողման։ Եվ հեղինակ ասում է համբերատարությամբ վազենք։ Հիշեք, Աստված մեզ չի կանչում կարճ վազքի, այլ սա մարաթոնյան վազք է։ Դրա համար Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 24-րդ համարում մեզ այսպեսի կոչանում. այնպես վազեք, որ մրցանակը ստանաք։ Իսկ ինչ անել վազելուց։ Ուր նայել։ Հեղինակը նայեք 2-րդ համարում ինչ է ասում։ Շատ լավ դեն նետեցինք, համբերատարությամբ վազեցինք։ Հիսուսին նայելով։ Նայել առաջ Հիսուսին։ Ոչ թե աչ ու ձախ։ Վարորդները երբ որ իրենց դիմացը չեն նայում, աչ ու ձախ են նայում, ինչ է լինում։ Վթար։ Հեղինակ ասում է Հիսուսին նայեք, ուղիղ նայեք իրեն, աչ ու ձախ մի նայեք։ Որ իր առջև եղած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթն արհամարեց ու նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Միայն նայել, ոչ, նայեք 3-րդ համարին։ Մտաբերեք նրան։ Հիմա հարց, ինչ կլինի, որ չմտաբերենք։ Եթե նայենք, բայց չմտաբերենք, ինչ կլինի։ Համարի վերջին նայեք։ Կհոգնեք եւ ձեր սրտերում կհուսալքվեք։ Հարց, ինչպես Հիսուս անցավ իր մրցավազքը։ Ինչեւ կստանար պարգևը, նվերը, նա անցավ տառապանքների, դժվարությունների եւ նեղությունների միջով։ Համար սիրելի եղբայրս եւ քույրս, Հիսուս հանուն մեզ դիմացավ խաչին։ Ուրեմն մենք էլ հանուն հավատի կարող ենք տանել մեր առջև եկած նեղությունները, դժվարությունները եւ տառապանքները։ Մի քանի կիրառություն ըստ մեր Սաղմոսի։ Վախերիդ, սարսափներիդ մեջ փնտրիր դարաշարատիրոջը։ Վախերիդ մեջ միշտ աղոթիր։ Ինչու՞։ Որովհետև աղոթք ունի ուժ սպանելու ցանկացած վախ, ստրես, նեղություն, մտքի եւ սրտի ճնշվածություն։ Եվ ոչ միայն ունի ուժ սպանելու, այլ նաեւ թաղելու։ Դավթի պես հավատա միայն Տիրոջ փրկարար շնորհին։ Թող ամեն բան, թող բոլորին։ Եվ քո պաշտպանությունը գտիր Տիրոջ մեջ։ Այս բոլորի ցուցակի մեջ առաջինը հենց դու ես ու քո իմաստությունը կամ քեզ թվացող լավագույն տարբերակները։ Ոչ միայն խորապես սիրիր Աստծուն, այլ նույնպես սիրիր աղոթել։ Եթե ունես անկարգ աղոթքի կյանք կամ աղոթքը քո հոգևոր կյանքի կարգապահության մեջ վերջում է, հենց այսօր բեր առաջին տեղ։ Վախերի ու նեղության մեջ մի կորցրու ինքդ քեզ։ Մի ընկի դռնե դուռ, այլ աղոթքով ընկի երկնքի դռների առջև։ Եվ տես թե ինչպես ես մխիթարվում, ինչպես ես ուրախանում, ինչպես ես լուսավորվում եւ զորանում։ Վախի եւ նեղության մեջ սիրտդ խաղաղ պահիր Հիսուսի ճանապարհով, այլ ոչ թե մարդկանց հնարած լուծումներով։ Հիսուսը ճանապարհը մեզ տվել էր։ Կենտրոնացիր, օգնություն եւ ապաստանան փնտրիր Հիսուսի մեջ։ Երբ վախերի եւ նեղությունների կծիկը բացվում է, հայացքդ անմիջապես ուղղիր Հիսուսի վրա։
Հոգևոր հեռադիտակդ խոշորացրու Հիսուսի վրա։ Անդադար նայիր Հիսուսին, որ նրանից ձևավորվես եւ ուժ ստանաս։ Թող քո 103-ը լինի Հիսուսը։ Վստահ եմ երբևէ եղել ես կամ միգուցե հիմա ես այս պահին, երբ ոչ ոք չի կարող փրկել քեզ քո վախերի եւ նեղությունների մեջ, երբ մարդիկ չեն հասկանում քեզ, երբ խելքդ չի աշխատում, երբ ուժերդ չեն հերիքում, երբ հուսահատությունից հավատդ թուլանում է։ Դա այն պահն է, երբ Դավթի նման պետք է կանգնես մեկ ճշմարտության առաջ։ Փնտրել Տիրոջը, ինչպես ինքը ասաց. Ես փնտրեցի Տիրոջը եւ նա պատասխանեց ինձ։ Իսկ վերջում մի կարևոր ճշմարտություն։ Հիշեք, նեղությունը առիթ չէ հեռանալու Աստծուց, այլ առիթ է ոգևորությամբ գովաբանելու, խոստովանելու նրա վերահսկողությունը, մղվելու Աստված պաշտության եւ մխիթարվելու նրա անխախտ խոստումներով։ Ողջ փառքն ու պատիվը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Ով Հիսուս, մեր ընկեր, մեր բարեկամ, մեր վեմ, մեր ժայռ, մեր ամրոց, մենք էլ խոստովանում ենք Դավթի պես, որ քեզ ենք սիրում, բայց շատ հաճախ Հայր չենք կարողանում գործնականում ցույց տալ մեր սերը եւ խոստովանում ենք, որ շատ հաճախ Հայր մեղքերի մեջ ենք ընկնում, երբ նեղության, տառապանքի, վախերի, ճնշումների, անորոշությունների մեջ ենք, Դավթի պես քեզ չենք փնտրում, քեզ դարաշ չենք անում, ներիր մեզ Հայր, հոգովդ մեզ ուժ, զորություն տուր, որ կյանքի ցանկացած իրավիճակում կախվենք քեզանից, կախվենք քո փրկարար շնորհից, որպեսզի մենք էլ կարողանանք փրկվել, ազատվել, լուսավորվել։ Փառք քեզ ով Հիսուս, որ բոլոր շնորհների բանալին դու ես։ Դու ես մեզ լուսավորում։ Դու ես մեզ փրկում։ Դու ես մեզ վախերի կծիկից հանում եւ դնում ապահով ափ քո ձեռքերի մեջ։ Փառք քեզ քո սիրո, փառք քեզ քո շնորհի, փառք քեզ քո բոլոր խոստումների համար։ Շնորհակալ ենք, որ դու խոստացել ես, որ միջև գաս մեզ հետ ես լինելու։ Շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար, որ շարունակում է մեզ կերտել, շարունակում է մեզ մխիթարել, շարունակում է մեր խաղաղությունը վերականգնել։ Փառք քեզ, որ դու մեր նվերն ես, դու մեր պարգևն ես։ Շնորհակալ ենք քեզ, մեր երկնավոր Հայր, որ քո որդի Հիսուսին ես ուղարկել։ Մեզ փրկել ես։ Մեր մեղքերից լվաց է, մաքր է։ Փառք քեզ քո փրկության մեծ եւ ճոխ գործի համար։ Հիմա աղոթում եմ իմ եւ իմ եղբայրների քույրերի, ովքեր որ այսօր միգուցե վախերով, նեղություններով, տառապանքներով այստեղ են, միգուցե ամբողջ շաբաթվա մեջ են այդպես անցել։ Հայր, խնդրում եմ մեզ օգնիր, որ աղոթքով գանք քո առջև։ Հայր, մենք հաճախ չենք հավատում աղոթքի ուժին։ Հայր, մենք հաճախ մատերի արանքով ենք նայում աղոթքին։ Մենք ամեն բան անում ենք, բայց չենք աղոթում։ Բայց պետք է ամեն բան թողնենք եւ աղոթենք։ Ընկնենք քո ոտքերի առջև, քո մեջ փնտրենք, քո մեջ տեսնենք այն փրկարար շնորհի ճոխությունները, որոնք որ այսօր տեսանք։ Հանձնվում ենք քո ապահով եւ սուրբ ձեռքերի մեջ։ Ինչ էլ որ անենք, թող մեծարվես դու, քո որդի Հիսուսը եւ Սուրբ Հոգին։ Հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։